հանրային հայտնի գործիչների ապօրինի ծագման գույքի մասով, հա, այդ թվում այնպիսի գործիչների, ովքեր հանրային ուշադրություն ունեն եւ ում ապօրինի ծագման գույքի բռնագանձման process-ը հանրային ուշադրություն հելը մեղմ եմ ասում կենտրոնում է։ Ինչ կասեք եւ ըստ էության ապօրինի ծագման գույքի բռնագանձման process-ը սկսել է հեսաշտով լրանում է 4.5 տարին է, թե ես չեմ սխալվում եւ դուք մոտարապես այդքան այդ վարչությունում պաշտոնավարեցիք, չեմ ուզում կոնկրետ գործերի հետ կապված, չգիտեմ, ասուլիսի սա վերածվի, բայց ինչով կբացատրեք, որ այդ հայտնի գործերը մինչև հիմա էական հանգրվանի չեն հասել։ Պատասխան պարոն Եղանիսյան, նախ ստորաբաժանում երբ որ ձևավորվել է զրոյից։ Մեր կողմից, որպես առաջամարտիկներ, ամեն քարե վրա է դրվել փաստաթղթերի ձևանմուշների կազմից պետական մարմինների հետ համագործակցության արդյունավետ ընթացակարգերի մշակումից սկսած մինչև դատավարական փաստաթղթեր եւ այլն, այսինքն սկզբնական շրջանը մի տևական ժամանակ արդյունավետ չի եղել զուտ այս հանգամանքներով պայմանավորված։ Այնուհետև արդեն սկսվել են հայցերի հարուցումները, բայց մինչև հայցերի հարուցումները մինչև հայցի ներկայացումը մի ահռելի ծավալով աշխատանք կա կատարելու, բանկային գաղտնիքների ուսումնասիրություն, բոլոր պետական եւ այլ հնարավոր աղբյուրներից գույքերի, եկամուտների, ծախսերի վերաբերյալ փոխկապակցված անձանց իրական շահառուների եւ այլ բազմաթիվ հանգամանքների բարձելու քննությունը հնարավորինս համակողմանի իրականացնելու հետ կապված մեծածավալ աշխատանք է կատարվել բոլոր գործերով եւ ի վերջո հայցադրումները ներկայացվել են դատարան, մեծ ծավալի հայցերը ներկայացվել են դատարան 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մինչ այդ էլ են ներկայացվել, բայց ավելի քիչ այդ շրջանում շատ մեծ ծավալի հայցեր են ներկայացվել եւ ըստ էության այդ հայցերը դատարանում քննվում են արդեն 1.5 տարի, այսինքն հայցերի զգալի մեծամասնությունը 1.5 տարին այս ծավալի գործերով դա երկար ժամանակ չէ, ձեզ վստահեցնում եմ, որովհետև սրանք քննվում են քաղաքացիական դատավարության կարգով, իսկ քաղաքացիական այլ գործերի համեմատությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի նույնիսկ ամենափոքր գործը տասնյակ կամ հարյուրավոր անգամներ ավելի մեծ է դրանում առկա ապացույցների եւ այլ հանգամանքներով պայմանավորված, այսինքն այն ժամանակ ինչ որ տևել է այս ամբողջ process-ը, դա ձեզ վստահեցնում եմ նաեւ միջազգային այլ երկրների նման գործառույթներ իրականացնող դատախազների, դատավորների հետ շփումների ընթացքում նույնիսկ վերջիններիս կողմից զարմանք է առաջացրել, որ մենք այս կարճ ժամանակահատվածում ունենք այն արդյունքները, ինչ որ ունենք, խոսքը վերաբերում է հաշտություններ, դատարանում առկա գործերի քանակ, գույքերի ծավալ եւ այլն։ Այսինքն իմ գնահատականը այն է, որ իրականում ժամանակը այո տևական է, բայց այդ տևականությունները օբյեկտիվ շատ հանգամանքներով է պայմանավորված եւ հուսադրող մի բան կարող եմ ասել, որ արդեն մենք մտել ենք մի փուլ, որ մեկը մյուսի հետևից արդեն ունենալու ենք վճիռներ, բնականաբար այդ վճիռները կանցնեն երաստիճան համակարգով, այնքանով որ դրանք կբողոքարկվեն կամ բարույթ կընդունվեն,
բայց այսինքն օրինական ուժի մեջ մտնելը դեռևս որոշակի ժամանակ կպահանջի, բայց արդեն մենք վճիռներ ստանալու փուլում ենք եւ դրանք հերթով լինելու են։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, տեսեք, այդ գործերի մեջ կան գործեր, որոնք բառացիորեն քննարկվում են ազգային ժողովում, քննարկվում են ամենաբարձր մակարդակներում, եւ հաճախ հանրային դուք անդրադարձաք հանրային sense ասած դժգոհության ժամկետների մասով, բայց հանրային դժգոհությունը երբեմն նաեւ ապօրին ցակման գույքի ցանկի մասով է լինում, մարդիկ ասում են ոնց մենք գիտենք այս մարդը այսքան հարստություն ուներ, բայց ոնց իրանց ընդամենը այսքան բաներ ուզում, նույնիսկ նախկին նախագահներից մեկը, ում գործը եթե չեմ սխալվում դուք եք տարել, նույնիսկ ինքն է այդ հարցը բարձրացնում էլ, ասում է այսքան բանկ տան, ասում եք 4 միլիարդ, այսքան բանկ տան։ Այս մասով իմ հարցը հետևյալն է, էլի, արդյոք դուք ունեք ներքին համոզմունք, որ դուք գտել եք ամբողջ գույքը ամբողջ ծավալով, եւ եթե ոչ, եթե ներքին կասկած ունեք, որ ամբողջ ծավալով չեք գտել, ինչի չեք գտել, որն էր պատճառը։ Շնորհակալություն, պարոն Մihānyan։ Տեսեք, ապօրին ցակումից գույքի բռնականացման բարույթները մի բան խնդրեմ, էլի աշխարհում որ գործերը նաև քննվում են կողմեր ունեն գործերը խնդրում շատ մանրամասն մի անդրադարձեք էլի բնականաբար որևէ գործի կոնկրետ գործի չեմ անդրադառնալու դատախազության համապատասխան ստորաբաժանումը այս վարույթներով իրականացնում է ուրեմն եւ քննչական ճակերտավոր եւ դատախազական գործառույթ եւ որոշ դեպքերում նաեւ օպերատիվ գործառույթ բնականաբար օրենքը նախատեսում է օպերատիվ հանձնարարական տալը, բայց քանի որ գործի տերը հենց սկզբից ուսումնասիրություն սկսելուց մինչև վերջ դատախազն է, այս ամբողջ ծավալի աշխատանքը ընկած է դատախազի ուսերին եւ դա ծանր բեռ է իրականում։ Բոլոր վարույթներով մենք փորձել ենք վստահ եմ, չեմ ասում ես, ասում եմ մենք, որովհետև վստահ եմ, որ բոլորի մոտ այս մոտեցումը եղել, բարձել հնարավոր առավելագույնը։ Բնականաբար մեր ռեսուրսները սահմանափակ են, բնականաբար տեղեկատվությունը սահմանափակ է։ Օդում կախված շրջանառվող լուրերը ինչքանով են համահունչ մեր ուրեմն արձանագրած գույքային կարողություններին, որոշ դեպքերում մոտ են, որոշ դեպքերում մոտ չեն։ Դա մեր աշխատանքի, ուրեմն դա ստորաբաժանման աշխատանքի տեղեկությունների բացակայության արդյունք է, թե գուցե ուրեմն որոշակի չափազանցված պատկերացումների արդյունք, ես չեմ կարող ասել, այդ առումով ներքին համոզմունք չունեմ։ Բոլոր դեպքերում, քանի որ ընթացակարգը բացառապես իրավական է, եւ ի վերջո մենք ինչ կպարզենք, թե չենք պարզի, վերջնական գնահատականը տալու է դատարանը, մենք միշտ փորձել ենք տանել դատարան այնպիսի հայցեր, այն ծավալով, որը հնարավոր կլինի դատարանում պաշտպանել, արժանապատվորեն պաշտպանել։ Այսինքն այդ ասեկոսեների, տարածված լուրերի, որոշ դեպքերում նաև անձնական
ներքին համոզմունքի դաշտ չենք մտել, միայն արկա ձեռք բերված ապացույցներն են հիմք հանդիսացել մեր համար հայցի հարուցման տակտներու համար։ Շատ լավ։ Խնդրեմ։ Սրանից արձանցվում եթե կարելի է։ Ուրեմն նշեցիք, որ 20 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 25 թվականի փետրվարի 17-ը աշխատել եք գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։ Ձեզ վստահված են եղել բավականին հնչեղություն ունեցող վարույթներ, մասնավորապես նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով, ստեղ հնչեց նաև նախագահներից նախկին Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալի գործը, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալի գործը, եթե սխալվում եմ, ով եք ընտրում։ Եվ ինչպես ասվեց, վերջերս մասնակցել եք գլխավոր դատախազի տեղակալի Թափուր Հաստիքի պաշտոնի մրցույթին եւ չեք անցել մրցույթը կամ չեք նշանակվել, որից հետո դիմում եք գրել եւ դատախազությունից դուրս եք եկել։ Ճիշտ է։ Հիմա այս կապակցությամբ երկու հարց ունեմ։ Նորմալ եք համարում նման պատասխանատու եւ հնչեղ գործերը կիսատ թողնելը եւ դատախազությունից դուրս գալը եւ չեք դիտում դա որպես պատասխանատվությունից խուսափելու վարկագծի դրսևորում, դա առաջի հարցը եւ երկրորդ հարցը։ Խնդիրներ ունեք արդյոք գլխավոր դատախազության ղեկավարող անձանց հետ, եթե այո, ինչպես եք պատկերացնում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո հետագա ձեր աշխատանքը եւ համագործակցությունը գլխավոր դատախազության հետ։ Եվ ժամանակի մեջ տեղավորելու համար տեսնեմ, որ նշումներ եք անում, այս հարցին խնդրում եմ նույնպես պատասխանեք, ինչու նախկին մրցույթին չեք մասնակցել եւ նոր եք այդ ներկայացնում, այս մրցույթին եք մասնակցել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ներսյան, հետաքրքիր հարցի համար։ Սկսեմ սկզբից։ Պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, պատասխանատվությունից չխուսափելու իմ խոսում ուրեմն ապացույցն է, հենց ձեր կողմից կարգուչված այդ ծանր հնչեղություն ունեցող եւ առանձնակի բարդություն ունեցող մի շարք գործերում իմ ներգրավվածությունը այդ գործերը իմ կողմից կատարվել են 0-ից, որոնցով հայցեր են հարուցվել դատարան եւ մեծ ծավալի գույքերի բռնագանձման հայցեր են հարուցվել։ Պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել անկախ որևէ քաղաքական իրադրություններից, անկախ անձանց վերաբերյալ պատկերացումներից, անկախ որևէ այլ ռիսկերից կամ հնարավոր այլ հետևանքներից։ Պատասխանատվությունից չխուսափելու խոսում հանգամանք է նաև այն, ինչ ձեր կողմից նաև նշվեց, որ հավակնել եմ այդ ստորաբաժանումը համակարգող գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին եւ կարծում եմ, որ հենց այդ հանգամանքը ավելի քան հաստատում է իմ ուրեմն պատասխանատվությունից չխուսափելու շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը եւ ցանկությունը։ Այդ պաշտոնին հանձնել եմ ունենալով իմ տեսլականը առհասարակ այդ ձևավորված ինստիտուտի եւ վարույթների շրջանակներում
տեսլականը ամենօրյա աշխատանքի կազմակերպման առումով ամեն դեպքում մրցույթի արդյունքներով ես չեմ հաղթահարել մրցույթի էջը, ինչի արդյունքների հետ հաշվի եմ նստել, իմ կողմից չի բողոքարկվել եւ պատասխանատվության մասով կարծում եմ այսքանը, ինչ վերաբերում է խնդիրներին, որևէ խնդիր չունեմ դատախազության որևէ աշխատակցի հետ, այդ թվում նաև ղեկավար կազմի հետ, մասնավորապես եւ հատկապես գլխավոր դատախազի հետ, գլխավոր դատախազի անմիջական իր հետ շփում ունեցել եմ ընդամենը մեկ անգամ գործի քննարկման շրջանակներում, չհաշված կոլեկտիվ միջոցառումները, գլխավոր դատախազի հանդեպ խորը հարգանք ունեմ իր սկզբունքայնության, աշխատասիրության եւ այլ պրոֆեսիոնալ որակների հետ կապված գլխավոր դատախազի հետ կամ ունեն նաեւ այն, որ գլխավոր դատախազի կողմից նաեւ կատարած աշխատանքի արդյունքներով պայմանավորված խրախուսվել եմ, այդ թվում նաեւ ներկայիս գլխավոր դատախազի կողմից, այսինքն կարծում եմ, որ փոխադարձ հարգանքը եւ վստահությունը երկկողմանի է եղել։ Մրցույթի հետ կապված, քանի որ այս մրցույթի պես ինքը երկփուլ է նշանակում, այսինքն մրցույթ հետո նշանակում ի տարբերություն ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, որ մրցույթը հաղթահարածներ տեխնացուները պետք է նշանակվեն կառավարության կողմից, այնտեղ մրցույթը հաղթահարած տեխնացուները նշանակվում են գլխավոր դատախազի կողմից։ Կարծում եմ, որ հարցը ավելի ակտուալ կլիներ, եթե այս մրցույթի արդյունքներով ուրեմն հաղթահարածն է եւ գլխավոր դատախազի կողմից նշանակված չլինեի, սակայն քանի որ մրցույթային այդ փուլը ես չեմ հաղթահարել, առհասարակ գլխավոր դատախազին չի ներկայացվել իմ տեխնացությունը, այսինքն գլխավոր դատախազի հետ ես որևէ խնդիր այդ առումով չեմ էլ կարող ունենալ, այսինքն տեսականորեն եթե ես ինչ-որ խնդիր ունեի, պետք է մրցույթային այդ հանձնաժողովի հետ ունենայի խնդիր, բայց բնականաբար նման վերաբերմունք իմ մոտ առկա չէ եւ վերջին հարցին նախկին, այսինքն այս պաշտոնի նախկին մրցույթին ինչ չեմ հավակնել, նախկին մրցույթը նշանակված է եղել գլխավոր դատախազի տեղակալի մրցույթից 2 օր առաջ, այդ ընթացքում ես ուրեմն մյուս մրցույթի այդ փուլում եմ գտնվել, այսինքն բնականաբար ողջամիտ եւ լուրջ չէր լինի միաժամանակ երկու պաշտոնին հավակնելու համար, առավել եւս իմ համար հստակ առաջնահերթություն եղել է գլխավոր դատախազի այդ ոլորտը համակարգող տեղակալի մրցույթը, որովհետեւ ամեն դեպքում 4.5 տարի ես այդ համակարգում եմ եղել, այդ ստորաբաժանում եմ եղել։ Շատ լավ, պարոն Սուրապետյան, խնդրում։ Պարոն Քոչարյան, սա